Բարի օր սիրելի հետևորդներ, ոնց եք, լավ եք, ես տանից դուրս եմ եկել, նացիոկա խանութ, գնումներից ես երկու բան սրտովս չեր տարիքային առումով փոքր էի վերցրել, սեզոնը նայեցի, տեսա որ չես սխալա, այսինքն նվերը պտի տամ ու չի օգտագործելու էլի, չի հասցնելու հագնի կուկուն, դրա համար եկա փոխեցի, գնանք տուն ցույց կտամ. Հիմա այսպես առաջ շարժվեմ, այս ընթացքում ինչ անեմ, բոշություն շատ եմ անելու, որովհետև գիտեք նվերներ եմ փնտրում, գնումներ եմ անում, հիմա գնում եմ այդպես վերև, խանութների փողոցը, տեսնեմ հլը ուր եմ մտնում, ինչ եմ անում, եղանակ էլի շոկ է, լավ է, որվա կեսից եմ դուրս եկել, հուսով եմ, որ մի քիչ շոկը թեթևացած կլինի, չնայած ստվերներում երբեմն քամի է լինում, շատ շոկ չի լինում, հիմա ուժեղ արևը վրաս ընկավ ու արդեն որ ասում խեղդում է շոկը, խեղդում է, բայց տեսեք քամին արդեն կա, տեղեր կա, որ քամի է շատ, մի խոսքով այսպիսի բան էր, կհանդիպենք։ Տանն եմ ցույց տամ, թե փոխեցի, վարդագույնը փոխեցի, նա փոքր էր 6 ամսականի էր, այսպիսի սիրուն շորիկի հետ, երեխեքի համար, այստեղ էլ կոճակի տեղ կա, որ պամպերս որ հագնում են, սիրուն ակուրատնի փակվի չերևա, շորիկը, այս մասը ոնց որ շալվարային լինի, շատ սիրուն է, մեջ գլարիվ կոճակներ, շատ հավեսով կտուր է, հով, քաթան, մի խոսքով ես ընտրեցի, կուկույկները թող հագնեն բարով մաշեն, ում բաժին կհասնի, և են տղայի, որ փոքրիկ ցույց տվեցի, են էլ էր փոքր, նրա փոխարեն այս կոմպլեկտը վերցրեցի, բայց ես ավելի լավն է, ինձ ես ավելի դուր եկավ, նա էլ էր սիրուն մռութիկ էր, բայց սեզոնը մոռացել է, որ երեխեքը երբ են ծնվելու էլի, այսինքն առաջիկայում ինչ է, գալիս որ սեզոնը, որ օգտվեն, մի խոսքով այս պրակտիկ բան է, շատ հավեսով, դե ինձ դուր է եկել, հուսով եմ օգտագործողին էլ, նվեր ստացողին էլ դուր կգա, ինչ էր գնեցի, մտա Արմանտիերի, այնտեղ շատ լավ էլի պոլո տեսա, գույնը տատանվեցի, քանի որ նվերներ եմ տանում մարդիկ Հայաստանում, բաց գույներ չեն հագնում, այ խնդիրը սա է, գաղտնիքը բացայտ եմ, ամեն գույն չեն հագնում բացից, ամեն ձևի, ես չգիտեմ ստանդարտի մեջ են, բայց ես շատ սիրուն սվիտարներ գնեցի, այս ուղղակի շատ լավ գիներ ու սիրուն էր դուրս եկավ, այս համարն է, կտեսնեմ, եթե թորնիկիս չլնի, այս է հագնում, բայց ոնց որ կարող է քիփ լինի, արդեն գիտեմ ում նվեր կտամ էլ ես համարը, Ուրեմն ես գնեցի, բայց ենքան եմ պտտվել, ինձ համար ենքան բաներ եմ նայել Մորգան մտ այդ անտիշ շալվար, որ այդքան փնտրում էի, կար իմ համարը էլի չկար, ասում ամեն օր մտեք մադամ, ասի ամեն օր մտնում եմ, մի օր եմ բաց թողել, ահա, այս շատ սիրուն էլի սվիտրա, այս չեմ հարցնում արդեն լավ նավատնագույնը ինչա, ինձ դուր է եկել, այս նվերի բաժինը էլի, գցեմ ստեղ, տեսեք ինչքան ու իրա մատերիալը շատ լավն է, տեքստուրան բան էլի, թեթև է, շատ նենց հաշ չի սիրուն, աշնանային, գարնանային, ինչ չի, եթե տները աշխատանքի վայրը շատ շոկ լինեն, շատ հարմար բան է, տեսեք էլի ինչ սիրուն բան եմ առել Արմանտիերից, շատ փափուկ է ես է, չգիտեմ ինչ բան են էլի, ոնց որ պոլերների են ցուրտ տեղերի կտորներից լինի, սպորտայինի նման մի տեսակ, շատ էլի լավն է, թեթև, մեզ մոտի ես Կարենի համար եմ գնել, մեզ մոտի աշնան այդ կողմերը, որ գնում ես հաս սվիտր դեր չես հագնում, չնայած արդեն հաս սվիտրներից նեղվում ենք, սովորել ենք էլի կլիմային երևի, հատկապես Կարենը դե ինչ մեքենայով գնում, մեքենայով գալիս միշտ նեղվում է հաս սվիտրներից, այս իսկական իրան ձմեռային կլինի, այս գարնանը, որ մաքրություն էի անում պահարանները բանը, աղագին իրա այդ սվիտրներից դեն են գծել մի երևի 4 հատ, հիմա կթարմացվի, այս էլ է Կարենի համար, էլի շատ սիրուն,
իմ ճաշակով, չգիտեմ, այս գույնի էլի սիրուն, ինքը գույների խնդիր չունի, ամեն գույներ հագնում է, ահա, այս էլ Կարենի համար, չնայած ինքը չի սիրում, չէ, որ ցույց եմ տալիս, բայց ես եմ արել, ես էլ ցույց եմ տալիս, ինքը չգիտի, չի էլ նայի, որ տեսնի, մի խոսքով այս նվերները մի երկու փոքրիկ այդպես կոսմետիկ բաներ եմ առել, ցուցակ եմ գրել ամենակարևոր բաները, Ժողովուրդ ջան, առանց ցուցակի ես որևէ բան չեմ անում, այս քարտ եկա վերեկի որոշեց, հեսա ցուցակը, այս իմն է, այս Կարենին է, թե ում ինչ ենք տալու, ոնց է լինելու, այդ ձև, ես էլ քարտ եմ ստացել, չեմ էլ նայել, թե ինչ են գրել, ես ընթացքում էլ Եվրոշեից ենքան բան առա, կարող եք դուք էլ առնել, անցած անգամ էցուցվեցի, յուրահատուկ բեբե կրեմներն են, որ գունային երանգ են տալիս և լավ խոնավեցնում են, պլյուս արևի ճառագայթներից պաշտպանում են և ամենակարևորը վերջերս լսեցի, որ բացի SPF-ից, եթե UVA է գրած, դա ավելի լավն է, այստեղ դա է գրած։ Մի խոսքով կարող եք գնալ գնել այս պահին, կար քանի տարի չկար և ինքս համոզվում եմ, որ ցանկացած բնական հումքից պատրաստվող կլինի կրեմ, հիգենայի պարագա, բոտե, մարմնի, սպայի ինչ-որ բաներ կլինի, ուրեմն խնդամքի պարագաներ, հայերեն ասած, եթե դանդաղում է այդ պրոցեսը ուշացնում են, չէ, այդ սեյրան լինում է, հետո չի լինում, փնտրում ես չկա, և երբ ես Oriflame էի անում, այն ժամանակ բացատրում էին դրա պատճառը ու հիմա համոզում եմ, չէ որ եթե բնական հումքից է, այդ բնական ցանածը, դա վերջանում է, ու միջև մշակեն, միջև ցանեն, միջև ստանան արդյունքը, արդեն պատրաստման գործընթացը գնագործարաններում այդ կրեմների և խնամքի պարագաների բավականին երկար ժամանակ է անցնում, դրա համար էլ ուշանում է, ես այս բեբե կրեմները նայում եմ երկար ժամանակ ես չկար, որ երեք տեսա զարմացա, ու առանձին ձեռքի կրեմներ են ստացել, ձեռքի լաքաները հանելու համար կգնամ հատուկ կնկարեմ, կտեսնեք որն է, որովհետև եզոր դեմքի լաքաների համար այդ կրեմները ցույց տվեցին, շատերը գրեցին ձեռքերի կա, չնայած դա էլ ինձ թվում է ձեռքին կլինի, բայց հատուկ եթե ձեռքի է ավելի լավ։ Էս էլ այսքանը, ինչ ասեմ, լավ մնացեք ինձ հետ, էլի պիտի գնանք խանութներ, որովհետև վերջ չկա, մինչև որ վերջնական արդեն ցուցակները լրիվ պատրաստ լինի, արդեն վերջացրած լինեմ գնումներս և լավ կլինի, որ արդեն ինձ համար էլ համապատասխան բան գտնեմ, ափսոս, ինչ անեմ, ամեն օր դուրս եմ գալիս տանից, բայց նույն խանութը ամեն օր չեմ մտնում, օրու մեջ մտա Մորգանը, այդ անտիշ շալվարը շատ սիրուն էր, հիմա ասել են ինչ-որ նման գույնի կապուտոտ էլի սիրուն շալվարներ կա Զարայում, պիտի գնամ հլը տեղել նայեմ, մի խոսքով, խանութներ, Թոնով աղցան եմ պատրաստել, ավոկադո, եգիպտացորեն վարունգ, լոլիկ, լավ խառնել եմ, համեմել եմ և ավելացրել եմ թթվասեր, կարող եք մայոնեզ, կարտոֆիլ եմ խաշել, սա էլ իմ պատրաստաձյուղն է, այդ յուղով եմ տրորելու կարտոֆիլը, որը շատ առողջարար է, յուղը բազմից եմ ասել ու միշտ 1000 տարի այդ նույն բանը ասում ենք և արդեն իմ դրած չորա թթվով, լավաշով բնականաբար հայկական, տեսեք ինչքան համեղ օրվա ուտեստ։ Բարի լույս սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք։ Ես նույնպես լավ եմ, տանում եմ խանութ, այն սև յուբկան, որ գնել էի, սպիտակի փոխարեն ցույց տվեցի։ Մի խոսքով հագա ժողովուրդ ջան, վատ չէր, սազում էր, ավելի սենց քիփիլիկ սիրուն էր սազում, բայց 2 օր է փնտրում եմ այդ յուբկայի հարմար ինչ-որ մի բլուզ, մայկա, իր ոճին հարմար և իր կտորին հարմար չգտա։ Ուստի որոշեցի, որ այդ յուբկան տանեմ, հանձնեմ, հետ տամ, ազատվեմ այդ մի դարդից, որովհետև արդեն շատ օրեր են, որ ես անընդհատ գնում եմ խանութներ։ Արդեն դրել եմ այստեղ և պատրաստում եմ տանից դուրս գալ, եղանակը շատ տաք է, լավ է, ինձ թվում է այսօր ամենավերջին օրերից մեկն է, եթե հետո մյուս ամսվա մեջ չլինի, շատ բարձր ջերմաստիճանով, չնայած արդեն իջավ 30 դարձավ, բայց դե շոք է, լավ է, հաճելի է, ես սիրում եմ, ազերս ուղղացրել եմ,
բայց արդեն մինչև դուրս գալը ու այդ ուղղությունը ոնց որ աշկիս սկսում է փոխվել ուրջել։ Ուրեմն գնանք սիրելիներս։ Տարբեր խանութներ մտնելուց հետո որոշեցի մտնել Կարոլ, որից հետո գնալ Zara։ Երկու խանութներն էլ այս հատվածում են, նախորդ մտնենք հրապարակի վրայի Կարոլը, ֆրանսիական խանութ է, կանանց համար է նախատեսված այս ֆիրման եւ ամեն ինչ կարող ես գտնել տարբեր կտորներից եւ տարբեր մոդելների։ Այս շորը մի տեսակ կախված դուրս եկավ, բայց հակած չսազեց, թևերի էս հատվածն էլ շատ նեղ էր ինձ, մի խոսքով եւ շատ վառ էր, շատ պայծառ էր, էլի, կախած ավելի սիրուն էր։ Գնամ Zara Ժորժան, կտոր ենքան հաստ կտոր էր, որ դա ամառվա շոր չէր, չնայած գույները դե չչան էին, բայց նավսակի ասեցի, հələ փորձեմ 42 համար էր, իմ համարն էր, բայց փաստորեն թևերի մասը նեղ էր, ու ընդհանուր էլ են չէր, ու այնքան թանկ է այս Կարոլում շորերը 150 եվրո էր, իհարկե զեղչ կար 50%, ասի ոչինչ, լավ ապրանք առնեմ, բայց չի լինում, երկու բլուզներ եմ այդտեղից գնել, թե շատ բան չեմ գնել, հիմա մտնեմ Zara, տեսնեմ ստեղ ինչեր կան, այս Zara-ն էստեղի շատ լավն է, հարմար է դասավորությունը ու շատ մեծ է, քան Օղալիլի մեջի Zara-ն, մտնեմ նայեմ, գնումներ արեցի Արմատիեղից, տանը էլի ցույց կտամ, ստեից էլ գնամ բամբակներ վերցնեմ դեմքիս մաքրելու, իրև էլ գործ չունեմ, մինինգիտի բունա, դրսից շոքած գլուխը, մտնում ես խանութ, սառը կոնդիցիոները խփում է, Հանդերձան եմ բերել երկու համարի շալվար, ուղղակի փորձելու համար, այդ պայն հիշեցի, որ ես կապույտ գույնի շալվար ունեմ, իսկ սպիտակ երկու մայկա է բերել, այս մեկը շատ ավելի դուրս եկավ եւ նորից եմ շեշտում, զարմանալին նա է, որ կտորները շատ հաստ են, ամառային է, պիտի թեթև լինի, ուղղակի հաստ է, մի խոսքով, տեսեք ինչպիսի մայեջկա է, սիրուն է, գրեք մեկնաբանությունում։ Չէ, Zara-ից հույսս կտրեմ Ժորժան։ Ոչ են տուն եկավ Ժորժան, ենքան եմ մանեկ է չեք պատկերացնի, արև, խանութներ մտալիքը բաներ մտա, վերջի մուզած բաներ գտա երկու ացրանից գնեցի, շատ հարմար պոլոներ էին, լավ էր, զեղչ կար Արմանտիեղից եմ առե, կարող է գնալ Արմանտիեղի, զեղչերին էլի էր դատարկում, մեծ արկղեր կար, տարբեր բաներ, երեք սրանք ես չէի տեսել, այսօր գնացի տեսա, ասում եմ բայրիկ նայել եմ չկար, ասում այս մի քանի արկղն մնացել, էդ էլ հանում ենք ու չգիտենք մեջը կլինի թե չի լինի, բամբակներս վերջապես գնեցի, մի հատ օճառ էի գնել արդեն դրեցի, բան մեկ էլ այդ բեբե կրեմներից գնեցին, էլի նվերի համար, այսօրվա համար այսքանը երևի էլ բան չի մնացել որ գնեմ, մի բան է մնացել մի երեխայի ու տենց էլ, ոնց որ թե ցուցակս պլյուսները դրված է, մի խոսքով գնամ փոխվեմ Ժորժան, սուրճ խմեմ, ընկերուներս հրավիրեցին սուրճ իրանք իրար հետ հանդիպել էին, բայց ես ժամանակ չունեի, ասում եմ խանութներում եմ, այնան որ եկել եմ մենակ այդ մի քանի խանութ չեմ մտել, ընդհանրապես շատ խանութներ ու շատ բաներ եմ նայել, Zara-ի այդ կապույտ շալվարը լավն էր, վատը չէր, բայց ես այդ կապույտ գույնի ունեմ, մի քիչ եթե կտորը օրինակ Մորգանում տեսած կտորը ուրիշ ձևի էր, ոչ ամենօրյա էր, էլի սենց ասեմ ավելին, հենց կտորը լավն էր, այն կարելի էր ունենալ, ամեն դեպքում հələ կնայեմ, էլի, որովհետև կապույտի այդ գույնը ունեմ, թեկուզ ջինսատիկ կապույտ լինի, դե կնայեմ, այդ արդեն ինձ համար, որ Հայաստանի լինի, շոր լինի, էլի, խոսքով հոգնած եմ, սրանք էլ արդեն թխկացնում են, չգիտեմ ես ինչ են անում, որ թխկացնում են, խանգարում են, կարճ ասած, այսքան է այս պահի համար կհանդիպենք։ Վերջապես հանգիստ նստեցի Ժորժան, չնայած հեսա մի քանի րոպեից հետո գնում եմ հաց սարքեմ, ինչ եմ սարքելու, շատ հետաքրքիր հավի կրծքամսով կոտլետներ եմ պատրաստել, այսօր երրորդ անգամն եմ անելու, պատրաստել եմ և տոպրակների մեջ դրել, ամեն անգամ մի մասը հանում եմ, հենց այդպես ձևավորում ու դնում, ինչու եմ ասում նոր, դե կիևյան կոտլետները հայերի ասած,
եւ որ մենք աղում ենք, սարքում ենք հացով ամեն ինչով, կանաչին համեմունքը կարագետ նրսնեինք, չէ դնում։ Հիմա ես ավելի փափուկ տարբերակ եմ արել, պատրաստում եմ հավի կրծքամիսը խոզի մսով, էլի ձեզ ցույց եմ տվել սալով, բայց քանի որ խոզի միսը մեր ընտանիքում արդեն վերացած է, մենք չենք ուտում, ուրեմն նման տարբերակով տավարի կոտլետներ եմ պատրաստել, հիմա հավը փորձեմ, տեսնեմ ոնց է լինում, ասեմ ձեզ, որ շատ փափուկ, շատ համեղ կոտլետներ են լինում, գույնը ուղղակի մի քիչ ցույց կտամ ինչ եմ արել, ուրեմն պղպեղ նույնիսկ, որ պղպեղ չեն գցում, բայց ես պղպեղ շատ քիչ, կանաչիներ համեմ և մաղադանոց և սխտորը, այս բոլորը միասին աղացել եմ, բլենդերով ավելի ճիշտ անցեմ կացրել, որից հետո արդեն ավելացրել եմ հավի կրծքամսի վրա, դե համեմունքները բնականաբար ինչպես միշտ անում են և չոր հացերն եմ, էլի մի քիչ փափ գցրել եմ ու դա եմ ավելացրել, մի խոսքով սիրելիներս դե պարզ է պաքսի մատ վերջում, այս ամենը լավ հունցել եմ ու լցրել եմ տոպրակների մեջ, հանում եմ, ձևավորում եմ, եթե պայն պետք է նորից պաքսի մատի մեջ այսպես թաթախում եմ կոտլետները ու արդեն ձեթի մեջ, շատ համեղ տարբերակ է ցույց կտամ և որոշել եմ կարտոֆիլ տապակել, այսօր մի քիչ սխալ, ոչ առողջարար եմ անելու, պետքա ձեթի մեջ ժարի տանեմ այսպես ասած, բայց ուրիշ ձևով, դա և այն երկու սմբուկը ժողովուրդ ջան, որ պիտի գառնի երախ պատրաստեի, հրաժարվեց Կարինը, ինքը ժարիտ տարած է սիրում և այդպես պարզ սաղցան, ժարիտ կանեմ, մի խոսքով, դա եմ որոշել պատրաստել, մի քիչ երկար ժամանակ կտևի, չնայած արագ-արագ այդքան դե շատ չափի չեմ պատրաստում, դա կանեմ, ուրեմն այս ընթացքում ես որ արդեն դուրս էի գնացել, Կարենն էլ է գնացել խանութ, Կարենը հետ կգա, տեսնեմ ինչ էր արել, շատ բան պետք չի ցուցակ եմ գրել, մի քանի պակաս բաներ կար, դա այդ գնումներն էլ եթե մինչև այդ հասցնի գալ, դրանք է ցույց կտամ, թե ինչ գնումներ ենք արել և տեսեք, մի շաբաթ առաջ ենք գնումներ արել երկու տարբեր խանութներից, հիմա այսօր նորից գնումներ, շաբաթվա մեջ քիչ-քիչ գնումներ, ես նույնիսկ այն օրը որ ասում էի, հա, ասեց 250-ից սկսվում է, բայց 250-ը ցածր թիվ ասեցի, երևի սկսվում է 350-ից 300-ից ամսվա համար, որ առևտուր ես անում, էլի չի բավականացնում, մի խոսքով, դե արդեն դուք գրեցիք, որ ամեն տեղ էլ թանկացումներն հետ հասկանում եմ, ուղղակի ինֆորմացիայի համար եմ ասում, որ մարդիկ հետաքրքիր է մարդկանց իմանան, թե այստեղ գները ոնց է և ամբողջ աշխարհում է այդպես և եմ որ հոգնած եմ, բայց գնում եմ աշխատելու ժողովուրդ ջան, երևի թե մի հատ սուրճ դնեմ, սուրճ խմեմ և հետո գնամ աշխատեմ, որից հետո արդեն ձեթ հոտվելուց հետո գնամ ուրեմն դուշ ընդունեմ ու դառնամ պուպուշ մաքուր աղջիկ Բա ժողովուրդ ջան, դե համբերություն ձեզ, ես հիմա սուրճս դնեմ խմեմ արագ ու անցնեմ գործի, այսքան բան ժողովուրդ ջան, դե լավ մնացեք ինձ հետ, եթե առաջին անգամն եք իմ ալիքում, ապա մի հապաղեք, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք, աստղիկները դրեք, լայքեր և այդ ամենի համար, այս համով պաչիկները ուղարկեմ ձեզ, լավ մնացեք ժողովուրդ ջան, առողջ մնացեք, ինչ ասեմ, ձեզ լավ նայեք, մի կյանք ենք ապրում, բարի եղեք, ջերմ եղեք, այսպես, մեկ էլ ակնթարթի պես անցնում է, կյանքը չենք հասկանում, օրերն էլ չասեմ, շատ արագ են անցնում, մինչև վեր եմ կենում գործը, այսա, չնայած քիչ գործեր եմ անում, ես չի որ շատ գործեր, լվացք եմ փռել, հասցրել, գնացել, վերջապես այդ երկաթները հավաքեցին, որ ասում էի թխկը փաստորեն մաքրում, հավաքում էին, հիմա պարտեզը լավ երևում է, բայց հələ կգան կմաքրեն, որովհետև այս քարեր կար, որ դրել են այդ ամրացնող բաները, հարթ չի եղել, քանդել են,
Մի խոսքով մեր հատվածը վերջացավ, բայց հիմա արդեն երևի իրենք որ վերջացնում են, այն ուրիշ բրիգադը կգա, նրանք արդեն պետք է քերեն, տաշեն, լավ փոշի ու կեղտեն անելու։ Չնայած մենք արդեն պատշգամբը կարգի բերեցինք եւ արդեն հենց պատշգամբում էլ լվացքը փռեցի։ Տեսեք, արդեն այս հատվածը լրիվ մաքրեցին իրանք։ Մենք ես կպցրեցինք մեր ծաղկաման փշոտ, այս շենքի այս հատվածն է, որ գործ կանեն, այս մեր ծաղիկն էլ այս կողմն ենք դրել, որ արևի տակ կլինի, արևը այդ կողմից է, այսքան բան։ Դե տեսեք Ժորժ ջան, կանաչ գույնի հավի կրծքամսով կոտլետներ երբևէ կերած կաք կամ տեսած կաք, չզարմացնի գույնը ձեզ շատ համեղ է, արտակարգ։ Տեսեք ինչքան էլ փափուկ է, չնայած երևի գույնը չի թողնում տեսնելու, շատ համեղ է, շատ լավն էր, փորձեք։ Սմբուկներն էլ տապակեցի, վերջացրեցի, մնում է պատրաստեմ եւ տապակվում է նաեւ կարտոֆիլը նման կտրվածքով երկու կողմից։ Այսպես շրջել եմ, տեսեք ինչքան սիրուն գույնով տապակվել է։ Եվ արդեն մի փոքրիկ աղցան ընկույզ եմ ավելացրել սխտոր, քանի որ այս տարբերակը ավելի է դուր գալիս։ Ահա, Ժորժ ջան, այսօրվա համար ձեզ մոտիվացիա։ Ժորժ ջան, առևտուրն էլ ցույց տամ։ Այստեղ ձուկ է բերել երկու տեսակի։ Դնեմ արագ սառնարան, չնայած ասում եմ լավ մաքրած դվածած է, բայց ես կնայեմ կոնտրոլնի։ Ասում էի բերեի ձուկը հասցնեի, որ այդ պատրաստեի, բայց ոչինչ, սա կմնա հետո, որովհետև ես արդեն ձեզ ցույց տվեցի, որ այսօր ես ինչ էի պատրաստել։ Սա մնա երևի վաղը տեսնեմ ինչ է, մեկը այն բաղձուկերից է, մեկն էլ ինձ թոնի կտորներ է բերել, այս եմ դրել են կոմ, թավա է բերել, առանց ակնոցների եմ, այսպես չափի, միջին չափը չունեի դեն էի գցել ու ուզում էի, զեղչված է եղել, կարծեմ ուշանն է գնացել, ուշանից է բերել, խոսքով գազի վրա լինող հենց այս չափը ու այս խորությունն է լավ է, ես ինձ պետք էր, լավ է, շատ թեթև չի, շատ էլ ծանր չի, տեսնենք ինչ է բերել, ուրեմն հաց, ամբողջահատի ցորենով հաց, սուրճ, էլի հաց բագետ, ցուցակս, առանց ցուցակին, լվացքի հեղու, ձու, այստեղ ինչ է, ծիրան, առանց պիցայի հնարավոր չի, պիցա, մեր ես ֆիլտրը ջրի այդ վերջացել էր ամիսը մի անգամ էինք անում, 3 հանել եմ, սա, բայց 3 հատանով է, ինչ է միշտ երևի զեղչված չի, լինում է, որ 4 հատ դնում են 5-րդը, ոնց որ մատչելի գնով վաճառում են, այս տոպրակից վեճ, այս էլ սոխ, հավեր, տեսնենք այս պիցան է դնեմ շուտ սառնարան, այստեղ ունենք ձու, բիո է վերցնում և ենպես էլի, չնայած էլի մենք ենք ուտողը, կարակ, Նորմանդիայի կարակն է, շատ լավն է, հունական յոգուրտ, այս ես եմ հիմնականում ուտում, չի այս էլ մեր եմ լցնում, առավոտյան անում եմ, ահա, այս էլ, ինչ բան համար էլի, ինչ ասեմ, ժավել, այստեղ ինչ ունենք, ալյուր, փոքրիկ կարակ էլի, մեծն է վերել, որ մտածելով կրեմ մրեմ մի բան կպխեմ, սխտոր, այստեղ ինչ է, այս էլ երշիկ, ասեցի չէ, ինչ բան համար, բաներ է վերել, սարքում եմ լավաշնիկ, այս էլ կարտոֆիլ,
Ինձ թվում է այլ բան չի բերել, դեռ ինչ մեր տարավենքով։ Հա, իրա համար բան էր գտնել ձեր ցույց տալու չի։ Հիմնականում այսքան բանին էլի 110 եվրո։ Դրա համար եմ ասում եմ, որ հնարավոր չէ էժան վերջանա այդ իմաստած թվով։ Այսքանը սրանք խիստ անհրաժեշտ բաներն էին։ Ծիրանը տեսեք։ Որտենք ասեմ, քաղցր էր, թե քաղցր չէր։ Վերջում ես ուտելիքներից, առևտուրներից, կենցաղից հեռու մոտիվացնեմ, ուրեմն այս պահին վեր ընթերցում եմ նորից, արդեն դրել եմ նշան ու շատ լավ է գնում, թարգմանությունը լավ է։ Սոմերսետ Մոեմի «Լուսին և 6 պենսանոց» գիրքը, դե ասել եմ արդեն, որ Հայաստանից այս տարի գրքերս բերել էի, չնայած տեղ չունեմ պահարան, մտածում էինք ումերը մի փոքր կստեղծենք ու այսպես փաստի առաջ եմ կանգնել։ Գիրքը ուրեմն հայտնի նկարիչ, ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի մասին է, չեմ ուզում մնացած մանրամասնություններն ասել, շատ հետաքրքիր կարդացվում է եւ կյանքում մարդկանց շատ փոփոխություններ են լինում, նույնիսկ մեծ տարիքից հետո, երբ հասուն տարիքում միանգամից որոշում ես փոխել մասնագիտությունդ։ Ես անցած տեսանյութում ասեցի, երբ Ֆրանսիայում քննություն էինք հանձնում, ինչ հարցեր կար, հարցերից մեկն էլ հենց այդ էր, որ մարդիկ փոխում են իրենց մասնագիտությունը։ Այստեղ դա նորմալ է, իսկ Հայաստանում հիմա նոր սերունդին չգիտեմ, կոնկրետ եթե ես մանկավարժ եմ, իմ նման բոլորը ամբողջ կյանքը մանկավարժ են աշխատում։ Չէ, գալիս է մի պահ, որ փոխում ես մասնագիտությունը, բուժ քույրես ուրիշ բան ես դառնում, կամ ուրիշ կոնկրետ օպտիկայի աշխատողին ծանոթ էի, տեսա որ չկա, դպրոցի ծնողներից էր հարցրեցի, ասում եմ ուր ես եկա, քանի անգամ այդտեղ չես, ասում այլ չեմ աշխատում, ուրիշ մասնագիտություն եմ գնալու սովորեմ։ Ահա, հիմա այստեղ հասուն մեծ տարիքում որոշել է փոխել մասնագիտությունը, դարձել է նկարիչ եւ ամբողջ աշխարհին հայտնի նկարիչ։ Այսքան հուշումներ արեցի, կարող եք ձեռք բերել, ինձ թվում է Հայաստանում կա, շատերը կունենան այս գիրքը, ուրեմն 90 թվականին եմ արել, հա 90 թվականին եմ արել այս գիրքը, տեսեք որ թիվն է, ինչքան է պահպանվել, գիրք կա, որ մի քիչ շատ է կարդացվել, կամ տվել եմ ուրիշներին, մի քիչ վնասել են այս հատվածները, հետո որ արդեն մարդիկ գրքերից ետ չվերադարձրեցին անգամ եւ վատ էին հետ վերադարձում, այլ այլևս որևէ մեկին գիրք չտվեցի։ Բայց դե այդ գրքերը հիմնականում վաճառել եմ ոչ միայն այս տարիների ընթացքում, որ ես այստեղ եմ, հələ այստեղ եղած ժամանակ այդքան է չեմ վաճառել։ Դրանից առաջ շատ մեծ գրադարան ունեի, ու անդադ որ տեղափոխվում ենք այդ գրքերի տանել բերելը, այդպես մեր Սպիտակի գրադարանին, քաղաքային գրադարանին 3 անգամ նվիրատվություններ եմ արել, շատ կարևոր գրքեր եմ միշտ տվել։ Մի խոսքով այսքան բանը ժողովուրդ ջան, դե լավ մնացեք ինձ հետ, առայժմ